Ավելի քան 3.5 ժամ Միքայել Սրբազանին հարցաքննելուց հետո քննիչը որոշեց ձերբակալել նրան ու դիմել դատարան կալանքի միջնորդությամբ։ Այս ընթացքում arczepiskopos Աջապահյանի փաստաբանական խմբից կասկած հայտնեցին։ Երևանի դատարանների բոլոր 4 նստավայրերը հերթապահ են, բայց գործը կգնա Ավանի դատարան։ Զգացողություն ունեմ, որ Միքայել Աջապահյանի կալանքի միջնորդությունը Ավան նստավայրում է քննվելու հայտնի դատավորի կողմից։ 2 ժամ չէր անցել հայտնի դարձավ գործ նայո մակագրվել է Ավանի նստավայր ու հենց փաստաբանի նշած հայտնի դատավորին Մասիս Մելքոնյանին, ով մի քանի օր առաջ էլ Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանին էր 2 ամսով կալանավորելու որոշում կայացրել։ Նիստը ճիշտ կեսգիշերին էր նշանակված, բայց փաստաբանները նախապես տեղեկացրին միջնորդելու են հետաձգման համար, քանի որ հենց այդ րոպեներին էին միայն միջնորդությունն ու գործի նյութերը ստացել։ Սա աննախադեպ միջամտություններ, ինչպես ոստիկանների եւ ԱԱԾ ծառայողների կողմից, երբ որ մայրաթորի տարածք ներխուժեցին, դրան գումարած այս ընթացքում էլ վստահ եմ, որ դուք ինքներդ էլ համացանցից օգտվել եք, տեսել եք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարբերաբար գրառումներ էր կատարում, ուղղորդում էր նաեւ քննչական մարմիններին եւ դատական մարմիններին, եւ բնականաբար այս ծանր ոնց ասեմ, անմարդկային ճնշման ներքո բնականաբար արդարադատություն ակնկալելը շատ դժվար բան է դառնում։ Միքայել Սրբազանն այս ընթացքում մեկ զանգի հնարավորություն է ունեցել, փաստաբանը հայտնեց, ցանկացել է վարչապետին զանգել, տեղեկացնել, որ ձերբակալված է, ու մինչև arczepiskopos Աջապահյանին քննչականից դատարան էին տանում, Ավան նստավայրի դիմաց ոստիկանական ուժեր էին կենտրոնանում, գալիս էին նաև Սրբազան հոր աջակիցները, նաև մայրաթոր Սուրբ Էջմիածնից։ Միքայել Սրբազանի ներկայացված մեղադրանքը կարծում եմ բոլորիս էլ հայտնի է, բոլորս այս մասին ծանոթ ենք, հրապարակային դա եղել է, բոլորս տեսել ենք, լսել ենք եւ կամենապարզ սովորական իրավական կրթություն ունեցող մարդ էլ կարող է հաստատել, որտեղ ոչ մի հանցակաց, ոչ մի իրականում խնդիր չկա այս աստիճան աղմուկ բարձրացնելու եւ նման մեղադրանք ներկայացնելու։ Սրանք իրավական գործընթացներ կոչելն ընդհանրապես շատ դժվար է, որովհետեւ դրանք ընդհանրապես իրավական այսպես շղարշով են, բայց իրականում զերծապատճառները ամբողջովին քաղաքական են։ Եթե խոսքը գնում է օրինակ 2024 թվականի ելույթի կամ հարցազրույցի մասին, ակնհայտ հարց է չէ առաջանում, բա միջև այդ ինչու վարույթ չէր նախաձեռնում, առավել եւս հիմքեր չեն գտել վարույթ նախաձեռնելու։ 4.5 ժամ տևած դատական նիստից հետո լուսադեմին դատավոր Մասիս Մելքոնյանը որոշեց 2 ամսով կալանավորել Սրբազանին։ Նրան տեղափոխեցին Նուբարաշեն քրեակատարողական։ Դատարանը սահմանափակել է նաև նրա շփումները, բացառությամբ մերձավոր ազգականների ու պաշտպանների, լուրը հուզեց դատարանի բակում հավաքվածներին։ Ու այս ընթացքում թեպետ դատարանի որոշումն արդեն հրապարակված էր, գլխավոր դատախազությունից պարզաբանում տարածվեց arczepiskopos Աջապահյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հիմքը այս տարվա հունիսի 21-ին ԶԼՄ ներկայացուցիչներին տված հարցազրույցն է, որտեղ Սրբազանը վերահաստատել է իր ավելի վաղ 2024 թվականին մեջբերեմ հեղաշրջում կատարելու եւ իշխանությունը սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով բարձրաստիճան զինվորականների օգնությամբ ստանձնելու անհրաժեշտության մասին խոսքը։ Պաշտպանական խմբից արձագանքեցին, ոչ վկա կա, ոչ էլ կարող է լինել։ Սրբազանը որևէ մեկին կոչ չի արել։ Զրուցակցին է պատմել այն, ինչը կոչ են ներկայացնում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։